Արամուսի գերեզմանոցի հարակից տարածքն է, հենց այստեղ 14-ամյա Կարենը հողի մեջ գտավ անծանոթ իրը։ Եկել էր պապիկի շիրմաքարի մոտ եւ գյուղամեջ վերադառնալիս վերցրեց գտածը 5-ից 7 սանտիմետր մեծությամբ ժանգոտած իրը։ Երբ փորձում էր պարզել ինչ է, պայթեց ձեռքերի մեջ։ Մոտը ժանժգալկա կար, հետևը պլաստմասայի ձև էր, երկու հատ պրովոդ էր ելնում։ Այդ պլաստմասայի հետևից ասեմ հալցնեմ, այդ երկաթը հլի տնամ ինչա, հենց վառին մի 2 վայրկյան անցավ, մի անգամ ստրակավ։ Պայթյունից հետո Կարենին տեղափոխեցին գյուղի բուժկետ, առաջին օգնությունից հետո Աբովյանի բժշկական կենտրոն։ Արվել են պատանու դաստակները եւ դեմքը։ Կարենը նորոգում է ավտոմեքենաներ, մտածել է գտած իրը մեքենայի մաս է։ Տղայի մայրը միայն ենթադրում է, որդին գտել է մի բան, որի միջոցով խորհրդային տարիներին պայթեցնում էին քարհանքերը։ Կոմունիստների օրոք, բայց հիմա դες բաներ չկան դեռ։ Կարող է այդ ժամանակվանից մնացած լինի։ Կարենն այժմ վիրաբուժական բաժանմունքում է, հիվանդանոց է տեղափոխվել այրվածքներով եւ վերքերով։ Առողջական վիճակն արդեն լավ է, ապաքինվում է։ Ներքին օրգանների վնասվածք, ոչ կրծքավանդակի, ոչ որովայնի օրգանների կողմից չենք հայտնաբերել, միայն ձեռքերի։ Հիվանդանոցից դուրս գրելու համար դեռ շուտ է, վաղ է նաեւ ենթադրությունների համար։ Միայն դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո պարզ կլինի, ինչ պայթուցիկ էր եւ ինչու էր հայտնվել Արամուսի գերեզմանոցի հարակից տարածքում։ Հայկուհի Ասատրյան, Խաչատուր Եսայան, Ժամլրատվական։